Հայտնի է, թե ինչ է կատարվել Գյումրու համայնքապետարանում, երբ ուժայինները եկել են ընդդիմադիր Վարդան Ղուկասյանին ձերբակալելու։ Այսպիսով առավոտյան ուժայինները ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձել են բերման ենթարկել տեղի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել էր իր առանձնասենյակում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Համայնքապետարանի աշխատակիցներն ու կողմնակիցները փորձել են թույլ չտալ, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվի։ Գյումրու համայնքապետն էլ ավելի ուշ ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել առանձնասենյակից եւ դիմել քաղաքապետարանում հավաքվածներին, ասելով. «Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի եւ մեր արժանապատվության կողքին»։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու, բայց պետք է հասկանանք, սա միայն մեկ մարդու մասին չէ, սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Միացեք, խոսեք, մի լռեք, Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ։ Անհետ կորած համարվող 23-ամյա Այաշատ Բայրումադովայի դիակը հայտնաբերվել է Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը։ Հոկտեմբերի 17-ին ոստիկանությունից հայտնել էին, որ Այաշատը որոնվում է որպես կորած։ Հոկտեմբերի 19-ին մի քաղաքացի զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տված բնակարներից մեկում կնոջ դիկա։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այաշատի դիակն է, ասված է հաղորդագրությունում։ Մեր ձևով ժողովրդական շարժումը հայտարարություն է տարածել, որով իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրու ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց, անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրականացվում։ Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը եւ չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության, ասված է հայտարարությունում։